Գյումրեցի 4-ամյա աղջնակը վերջին անգամ մոր ձայնը լսել է 2 տարի առաջ։ Այս ընթացքում նա պարբերաբար արտաբերել է մայրիկ բառը, բայց մոր պատասխանը կարդացել է նրա շուրթերից։ Գրիպի դեմ հակաբիոտիկային բուժումից հետո աղջիկը կորցրել է լսողությունը։ Լսողական ապարատները չեն օգնել։ Երեխային կոխլեար իմպլանտ են տեղադրել։ Հույս են տալիս, որ լավ է լինելու։ Անահիտից բացի վիրահատվելու հերթին սպասում են ևս 9 մասնագետներն ասում են, որ Հայաստանում կան այս ոլորտը զարգացնելու բոլոր նախադրյալները։ Հայաստանը կարող է կոխլեար իմպլանտոլոգիայի տարածաշրջանային կենտրոն դառնալ։ Մասնագետները բարձրակարգ են, սարքավորումներ կան։ Միակ խնդիրը այդ երեխաներին վիրահատելու համար անհրաժեշտ միջոցներ գտնելն է։ Այս վիրահատությունը աշխարհում ամենաթանկ միջամտություններից է։ Մեկ իմպլանտ արժե մի քանի տասնյակ հազար $։ Հայաստանում այս վիրահատությունը իրականացվում է բարեգործական հիմունքներով։ $17,000 սահմաններով մեջ դալիս է այդ դիվայսը, ամբողջ աշխարհի մեջ միակ երկիրն է, որ մենք կարողացած ենք այս քինով իմպլանտ վերցնել։ Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունները նոր չեն, բայց առաջին անգամ կատարվում են բացառիկ մեթոդներով։ Վերջին սերնդի իմպլանտն ու 6-րդ սերնդի խոսակցական պրոցեսորը տեղադրելիս մասնագետները նոր սարքով ստուգում են լսողական նյարդի զգայունությունը։ Այդ հետազոտությունը առաջին անգամ կատարվել է ոչ կոմպյուտերի միջոցով, հատուկ սարքի միջոցով, wireless device-ը կոչվում։ Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում 76 հոգի հնարավորություն է ստացել կոխլեար իմպլանտի շնորհիվ լիարժեք լսել։ Այդա Կարապետյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։